Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մի նոր փոդքասթի այսօրվա հյուրը ազգային ժողովի պատգամավոր Մարիա Կարապետյանն է։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ եկաք եւ սկսում ենք մեր անչափ հետաքրքիր զրույցը։ Մարիա Կարապետյանը որոշ լրատվամիջոցների մատուցմամբ ամենա երևացող պատգամավորն է։ Մարիա Կարապետյանը մեզ կոչ է անում հեռանալ Ռուսաստանից, մոռանալ Ռուսաստանը եւ նետվել արևմուտքի գիրկը։ Այդպիսին է Մարիա Կարապետյանը։ Չէ, դա ճշմարիտ պնդում չէ եւ իրականում կա դրա նաեւ հակառակ մեղադրանքը իմ հասցեին շատ հաճախ, որ ես իրականում ջատագովում եմ արևմուտքի շուրջ եւս չունենալ պատրանքներ։ Այդպիսի մեղադրանք կա, դա ճշմարիտ մեղադրանք է եւ այդ երկու մեղադրանքները միմյանց չեզոքացնում են։ Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է իմ հասցեին ճշմարիտ մեղադրանք հնչեցնել, դա պետք է լինի այն, որ ես համարում եմ, որ մեր եւ մեր անմիջական հարևանների հարաբերությունները, մեր արտաքին հարաբերությունների մեջ պետք է զբաղեցնեն ամենակարևոր դերը։ Մենք մեր հարևանների հետ պետք է ունենանք չմիջնորդավորված ուղիղ հարաբերություններ, այսինքն սովորենք ապրել մեր միջավայրում առանց արտաքին օգնության։ Սա այդ առաջի շերտն է, որի շուրջ ձեր ասածը ամենապարզ կանոնն է թիվ 1, ինչպես ունենալ անկախ պետություն եւ այն պահել, դու պետք է գտնես քո հարևանների հետ հարաբերվելու կանոնները, ձևերը, լինես առնվազն նորմալ հարաբերությունների մեջ, լինես կանխատեսելի, որը չգիտես ինչու մեր որոշ լրատվամիջոցներ քաղաքական ուժեր թարգմանում են որպես դավաճանություն, այսինքն երբ որ Գեորգ Նազարյանը մի երկու անգամ ասեց, որ եթե Հայաստանը ուզում է լինի մնա անկախ պետություն, այդ թվում Ադրբեջանը եւ Վրաստանը, նրանք պետք է հասկանան, որ պետք է անկոնֆլիկտ ապրեն եւ խաղաղ ապրեն։ Դրանից հետո ասեցին, դե նա ծախվել է դավաճանա։ Նույնը ձեզ են ասում։ Այ մենք քաղաքական գործիչներս, պատգամավորներս, հասարակական գործիչներս, առողջ մտածող բոլոր մարդիկ ինչ անենք, որ մեր հայրենակիցներին չխաբեն ու չմոլորեցնեն։ Երբ որ մենք ասում ենք լինենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, Վրաստանի ու Իրանի հետ նորմալ հարաբերություն, դա չի նշանակում նետվում ենք նրանց գիրկը կամ դառնում ենք նրանց վասալը։ Այ ինչ է կարծում, ինչա պետք անել, որ ամիսների, տարիների ընթացքում այդ խոսույթը վերանա։ Ես կուզեի, գիտեք, պարոն Նազարյան, ասել, որ իրականում այդ խնդիրը, որը դուք նկարագրում եք, ոչ թե մեր քաղաքացիների խնդիրն է, այլ մեր հանրային քաղաքական գործիչների խնդիրն է։ Ճիշտ եք ասում։ Ես ավելի հաճախ, երբ խոսում եմ մարդկանց հետ, տեսնում եմ, որ իրենք աշխարհի, մեր ու աշխարհի հարաբերությունների մասին շատ ավելի առողջ պատկերացումներ ունեն։ Ասենք օրինակ մեր միջին վիճակագրական քաղաքացին գիտի այն արտահայտությունը ֆրանսիական նավերի մասին ու գիտի նաև Ռուսաստանի ու մեր տարածաշրջանում 4 ռուս-պարսկական պատերազմ, 4 ռուս-թուրքական պատերազմ սովորել ենք, չէ՞, բոլորս նույն դասագրքերով։ Մեր քաղաքացին այդ գիտելիքը ունի, կյանքի ռեալ փորձառությունը ունի։ Այլ բան, երբ մեր քաղաքացիներից ոմանք, այդ թվում մենք, սկսում ենք զբաղվել հանրային քաղաքական գործունեությամբ, մեր վրա սկսում են sense պատմական հավելյալ բեռեր դրվել, եւ մենք մտածում ենք, սկսում ենք ասել ոչ թե այնինչ իսկապես այդ մեր պատմությունը մեզ անկեղծորեն հուշում է եւ ցանկացած քաղաքացի գիտի ու կարող է ասել, այլ սկսում ենք մտածել, թե ինչ ասենք, որը ապահով է։ Ընդ որում հիմա ես այնիշ նկարագրում եմ, շատ բնորոշ է եղել մեզ մինչև 44-օրյա պատերազմը։ Քաղաքական գործիչները ասել են այնինչ մտածել են, որ ապահով է, այնինչ մտածել են, որ հայրենասեր է, այն հայրենասիրության մոդելի, գիտեք, հայտնի խոսույթի շրջանակներում։ Իսկ հիմա բուն հարցին անդրադառնալով, տեսեք դուք մի հատ կարևոր բանի վրա էլ ուշադրություն հրավիրեցիք։ Առաջի հարցի ժամանակ մենք խոսում ենք Հայաստանն ու իր 4 անմիջական հարևանները՝ Իրան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա։ Հիմա այս երկրորդ հարցի ժամանակ անվանեցիք 3 հարավկովկասյան հանրապետությունները, չէ՞, Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, այստեղ մի քիչ կոնֆիգուրացիան փոխվում է, հարևանությունը մեր այս տարածաշրջանի ստացվում է Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Այդ երկու հարթությունն էլ շատ կարևոր են, որ մենք որպես Հայաստան պատկերացնենք, որ մենք 4 հարևան ունենք, որպես տարածաշրջան էլ 3 մեծ նախկին կայսրություններ,
որոնց մաս են կազմել մենք որպես ժողովուրդներ, եւ մեզ անհրաժեշտ այդ նախկին կայսրությունների ժառանգորդ պետություններից յուրաքանչյուրի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, հակակշռելու համար այն մյուս երկու կայսրության հավակնությունները Հարավային Կովկասի նկատմամբ։ Ամբողջովին համաձայն եմ, բայց դա արդեն պետության ղեկավարների գործն է եւ քաղաքական ուժերի, բայց տեսեք, այս քաղաքական այս փուլի, որը նախընտրական պայքար է անվանվում, մենք ականատես ենք լինում մի, չգիտեմ, ես այս վերջին օրերին, որ հետևում եմ, ես մտածում եմ անկեղծ, իրենք իրոք չգիտեն, թե իրենք գիտեն, բայց ինչ որ հաշվարկներից ելնելով ցույց են տալի, որ իրենք չգիտեն։ Մնում է թաշկինակ վերցնել եւ հոնգուր լացեն։ Օրինակ, լսում եմ անուններ չեմ ուզում տամ, падգամավորի տեխնացուն անդիմադիր ուժից լալա հառաջ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը կամ քաղաքացիական պայմանագիրը վերցրել է եւ Կապան Գորիս ճանապարհը, ընդ որում այս բառն էլ ասում են, հանձնել է Ադրբեջանին։ Երբ որ հակադարձում են, ասում են, գիտես, հարգելիս, այդ ճանապարհը երկու հատվածով անցնում է Ադրբեջանի տարածքով։ Այդ ճանապարհի գործարկումը այսօրվա դրությամբ կունի խնդրահարույց է, որովհետև երկու անգամ, ավելի ճիշտ 4 անգամ պետք է սահման հատես։ Իրենք էլի հուզվում են եւ ասում են ոչ դուք հանձնել եք։ Ասենք ցանկացած մարդ կարող է վերցնել քարտեզը, մեծացնել կամ մեծ քարտեզը վերցնել եւ տեսնել, որ իրոք երկու հատվածում այդ ճանապարհը անցնում է Ադրբեջանի տարածքով։ Ես կարծում եմ, որ իրենք էլ են արել այդ վարժությունը եւ տեսել են։ Հիմա ձեր կարծիքով իրենք ինչու են գնում ժողովրդին խաբելու ճանապարհով, իրենց դնելով հարվածի տակ, դառնում են ստախոսներ, սովորական ստախոսներ, բայց ինչ հաշվարկ ունեն իրենք։ Ես այսպես եմ նայում այս հարցին։ Պատերազմից անմիջապես հետո իրավիճակը շատ խառն էր, այդ պատերազմի շոկի ներքո իսկապես մեր շատ քաղաքացիներ կարող է մտածեին, որ այլ տարբերակներ կային, որոնք քաղաքացիական պայմանագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր դիտարկել։ Գուցե իսկապես պատերազմից խուսափելը Հայաստանի ղեկավարի, Ռուսաստանի Դաշնության ղեկավարի հետ անձնական հարաբերությունների հարց է եւ այլն։ Այս տարբեր մտքեր կարող էին մեր քաղաքացիները իսկապես ունենալ եւ մեր ընտրություններում 21 թվականի։ Այդ ես համարում եմ, որ քաղաքացիների այդ մի մասը կարող էր գնալ եւ ընդդիմադիրներին քվետալ, մտածելով, որ կային այլ ընտրանքներ, որոնք չեն դիտարկվել։ Բայց 21 թվականի ընտրություններից մինչև այսօր, այն մենք այդ բոլոր հարցերը հատիկ առ հատիկ բարձրացրել ենք, նայել ենք այս կողմից, այն կողմից քննարկել ենք, դրել ենք, նորից ենք վերցրել։ Եվ ես նկատում եմ, որ մեր այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության պահպանությունը այնուամենայնիվ իրենց համար կարևորագույն հարց է, նկատել են, որ այդ մի կողմից հողերը պիտի տայր եւ պատերազմը կանխեիր, մեղադրանքն են լսել ընդդիմադիրներից եւ անմիջապես հաջորդ նախադասությունում լսել են հողերը չպիտի տայր։ Ինչ նկատի ունեմ, որ եւ արանքում ինչն է մնացել, բանակցությունները ձգելը։ Ընդ որում սրա մասին շատ ուղիղել են ընդդիմադիրները ասել, որ կապ չունի, այնուամենայնիվ չգիտեմ, կար եւ գոյություն ուներ մի բան աներ, դու էլ այդպես պահեիր, եւ այդտեղ մենք ուշադրություն պետք է դարձնենք, թե Հայաստանը ինչ գին էր վճարում, որպիսի ձգեր բանակցությունները, պարզապես ձգեր, ու նկատենք, որ այդ ձգելու ընթացքում այդ բանակցություններում անընդհատ նոր թեմաներ էին բուսնում կամ հին գոյություն ունեցող թեմաները, այնպիսին ինչպիսին Նախիջևանի եւ Ադրբեջանի կապի թեմաներ, որ ամենասկզբից կար, ավելի էր ոտը պնդվում այդ թեմաների այդ բանակցությունների գործընթացում, ու ստացվում էր, որ ժամանակ ձգելու համար մի կողմից Հայաստանը վճարում է շատ բարձր գին, իր ինքնիշխանության գինը, մյուս կողմից է բանակցային բովանդակության մեջ թեմաները ամրանում էին այնպես, որ ստացվում էր, որ երբ է ձգելու պահը մի օր գա, որ պետքա վերջանա, շատ վատ բովանդակություն է ստացվելու բանակցությունների մեջ։ Հիմա ես կարծում եմ այն քաղաքացիները, ովքեր ազնիվ մղումներ ունեին, ժամանակի ընթացքում տեսան ինչ է տեղի ունենում եւ ոնց որ վերջում մնացել են այն մարդիկ, ովքեր պատրաստ են այդ Հարգելի Մարիա, ես նկատում եմ, որ հիմնականում այսպիսի որոշում է կայացվել, որ եկեք խաբենք ժողովրդին, հիմա ով հավատաց, մենք այդքան ձենք կստանանք։
խափելու այդ ամենափոքրիկ օրինակը դա Կապան Գորիս ճանապարհն էր, ամենամեծ եւ հիմնական օրինակը հետեւյալ արտահայտությունն է կամ նախադասությունն է. Նիկոլը Արցախը հանձնեց կամ քաղաքացիական պայմանագիրը Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Այս պնդումը սկզբանե սխալ պնդում է, որովհետեւ Արցախը նախ որևէ մեկը չի հանձնել, երկրորդը Արցախը իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության մաս չի եղել եւ այնպես էլ մաս չի եղել։ Արցախի անկախությունը չի ճանաչել անգամ Հայաստանի Հանրապետությունը եւ մեր հայրենակիցներին մեկ անգամ եւս ուզում եմ ասել, որ պատմական արդարությունը երբ որ մեջ բերում են կամ հիշեցնում են մեծ հայքի մասին, այդ պնդումը որևէ մեկին բացի մեզանից հետաքրքիր չի, որովհետև տարբեր տարիներին Արցախը մեր սիրելի եղել է Պարսկաստանի կազմում մոտ 1000 եւ ավելի տարիներ, եթե ոչինչ 1000 շատ 1000-ից ավելի։ Հիմա մենք էլ որ քարտեզը նայենք, օրինակ 1650 թվականի աշխարհի քաղաքական քարտեզը եւ առաջարկենք մի հատ այդտեղ Հայաստան գտեք, չենք գտնելու։ Այսինքն աշխարհի քաղաքական քարտեզը դա փոխվել է եւ Արցախը ումն է բոլորի համար պարզ է, որ այս նախադասությունն է եղել, որը մեզ ասել են ընկերներ, կա միջազգային սահման, այս սահմանն է։ Մնացածը եկեք քննարկենք այլ կոնտեքստում։ Ու այդ էլ քննարկվել է, բայց մեր հայրենակիցներին անդադ այդ են խափում, որ գիտեք, եկավ վերցրեց տվեց։ Այդ ստին հիմա քանի գնում քիչ են ան, բայց ամեն դեպքում դա տհաճ սուտ է եւ ես ասում եմ իմաստ ունի ընտրություններից առաջ, ընտրություններից հետո այս թեմայով խոսել ու մարդկանց բացատրել ճշմարտությունը, թե թողնենք մարդիկ իրենք գան այդ եզրահանգումներին։ Դե նախորդ ընտրություններում այնուամենայնիվ 680 հազարից ավել քաղաքացի կարճ ժամանակ ունենալով մտածելու համար, բայց իրականում նաև հենված լինելով մի քանի տասնամյակ ռեալ կյանքի փորձառությունից բոլորս էլ այստեղ ենք եղել եւ տեսել ենք, ասենք օրինակ հիշում ենք, չէ՞ որ Սերժ Սարգսյանը ամեն անգամ ոդկը երբ Հայաստանից դուրս էր դնում, ժամկետային զինծառայող ունեցող բոլոր ընտանիքները շունչները պահում էին, թե ինչա տեղի ունենալու սահմանին, որ մեկի որդինա զոհվելու Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից։ Ուզում եմ ասեմ, բոլոր են քաղաքացիները, ովքեր այդ իրականությունը տեսել են, իրանց նույնիսկ այդ հետպատերազմյան բացատրությունները անհրաժեշտ չէր։ Իրենք տեսնում էին, որ այդ ամպերը մեր գլխին կուտակվում էին եւ մենք ոչինչ որպես ժողովուրդ լրելիային չենք կարողանում անել։ Բայց մի հարց էլ ես ունեմ։ Իսկ ինչ եք մտածում։ Օրինակ ես այդ որ Ղարաբաղը հանձնեց Նիկոլ Փաշինյանը արտահայտությունը լսում եմ, միշտ մտածում եմ զինվորներ են զոհվել, չէ՞, այդ կռվում։ Իրենք կատարել են իրենց հրամանատարի հրամանը։ Բայց այդ հանգամանքը ո՞նց ենք մենք շրջացում, չէ՞ որ տալը պետք է լիներ ոնց որ փաստաթղթով առանց կրակոցի։ Միշտեր հրամանը հնչել։ Ուրեմն երբ որ ես նրանց ովքեր ասում էին Նիկոլ Դավաճան, Նիկոլ Դավաճան, Նիկոլ Դավաճան ու փողոցով քայլում էի։ Քանի անգամ ես ասել եմ, գիտեք, եթե դուք ինչ-որ դուրս եք եկել փողոց, ասեք դուք ով եք ու ինչ եք ուզում անեք։ Այդքան որ Նիկոլի անունը տալիս եք, դուք Նիկոլի գովազդով եք զբաղվում, բացի այդ։ Երբ որ ասում եք Նիկոլ Դավաճան, եկեք նախ որոշեք ձեր համար Նիկոլը ինչի է Դավաճան։ Որովհետև մեկը ասում է ինչի նոյեմբերի 9-ի հաստատողը ստորագրեց։ Մյուսը ասում է ինչի չկանխեց պատերազմը։ Մյուսը ասում է ինչի հոկտեմբերի 2-ին հրադադար չհաստատեց։ Մյուսը ասում է հոկտեմբերի 19-ին ինչի հրադադար չհաստատեց։ Մյուսն էլ ասում է ինչու ընդհանրապես մի նոր պատերազմ չսկսեց նոյեմբերի 9-ից հետո։ Այսինքն մեկը մեկից հակասող բաներ են։ Այս ընդդիմության մեջ դա էլ է հարց։ Հիմա էլ այս ներքաղաքական ընտրաշավի ընթացքում, նախընտրական պայքարի ընթացքում մեկը մեկին հակասող հայտարարություններ են անում եւ Արցախի մասին, եւ Հայաստանի Հանրապետության մասին։ Ինձ իրենց ասածները ճիշտ ասած չի հետաքրքրում։ Ես ուզում եմ քիչ մարդիկ
այնքան լավ մարդ կա։ Իհարկե գնալով քչանում են, որ իրենք լավն են, հայրենասեր են, բայց հավատացել են այն թեզին, որ Ադրբեջանը ինչ ուզում է Նիկոլը տալիս է։ Ադրբեջանը ինչ իրականում Ադրբեջանը մեզնից ոչինչ չի ուզել։ Այն ինչը որ մերն է։ Ադրբեջանը ասել է եկեք սահմանը հստակեցնենք, այսինչ հատվածում մենք հստակեցրել ենք եւ մեր սահմանից, որը միջազգայինորեն ճանաչված Հայաստանի տարածքը, ոչինչ չենք տվել։ Մի այսպիսի բան էլ կա, ասում են տարածքներ կան Հայաստանի Հանրապետության տարածքներից, որ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ու անդադ ասում են, այս հարցը պետքա լուծվի, ճիշտ են անում, թող ասեն։ Բայց ես ուղղակի այդ մարդկանց չեմ հասկանում, ինչու իրենք 2017, 2012, 2004 թվականներին այսպես լալահառաջ ձայներով իշխանությունները չէին պահանջում այդ տարածքները վերադարձնել, որովհետև այն տարածքները հիմնականում, որ այսօր իրենք հիշատակում են, դա առաջին պատերազմի հետևանքն է։ Դա շատ երկար թեմա է եւ մեր հայրենակիցները հուսով եմ աստիճանաբար կհասկանան, որ իրենց ուղղակի խափում են, որովհետև կա աշխարհ միջազգային կանոններ, որով սահմանված է սահմանները, ու ասում են ընկերներ, եթե ուզում եք մեր ընկերը լինեք, ոնց որ դա եղավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ճանաչեք ձեր սահմանները, խաղաղ ապրեք։ Մենք գնալու ենք այդ ճանապարհով, բայց օգոստոսի 8-ից արդեն գրեթե 1 տարի է անցել։ Բայց խոստացված փոփոխություններ չկան, ժողովուրդը չի տեսնում խաղաղության առաջընթացը, որևէ խոշոր ներդրող Հայաստանում դեռ ներդրում չի արել, Հայաստանում ավտոմոբիլային գործարան դեռ չի կառուցվել, Հայաստանում խոշոր տեքստիլ արտադրամասեր չեն կառուցվել եւ ոչ մի բան չի լինում։ Գուցե ընդդիմությունը ճիշտ է, ոչինչ չկա, ոչ մի փոփոխություն։ Ես համաձայն չեմ, որ չկա, նախորդ օրն էր, որ Nvidia-ի գործարանը բացվեց։ Բայց դա էլի fake է, չէ՞։ Ինչն է fake։ Դա իրականում չի բացվել, չէ՞։ Բացվել է, իրականում բացվել է։ Ո՞նց է բացվել։ Հենց այդպես ֆիզիկապես շենքը կա։ Բա անդիմությունը ինչու է պնդում, որ դա ոչինչ է եւ դա ոչ մի բան դեռ չի նշանակում։ Ինչու է անդիմությունը պնդում, որ խաղաղություն չկա։ Սա մեզ թվում է, որ խաղաղություն է։ Այ ես դրա մասին եմ ուզում խոսենք։ Այդ անդիմությանը թեզերը տվողները ուզում են օգնել քաղաքացիական պայմանագրին, թե ինչ են ուզում անել։ Դե եթե թույլ կտաք, պարոն Նազարյան, ես սենց ձևակերպեմ նորից։ Օրինակ պատերազմից հետո դուք ընդդիմադիր դիրքերում եք։ Միանշանակ։ Ժամանակ անցավ, ես հիմա տեսնում եմ, որ դուք այն ընդդիմադիր դիրքում չեք, որում էիք պատերազմից անմիջապես հետո, միջալոց ձեզ հետ սկզբում բանավիճելը, որևէ բան քննարկելը իմ համար շատ կաշկանդող էր, հասկանալի պատճառներով կարծում եմ։ Իմ տպավորությամբ ձեր նման շատ մարդիկ այն դիրքերից են քննադատություն հնչեցրել, որ անհրաժեշտ էր կանխատեսել պատերազմի ելքը, նայելով ռազմական բալանսի, նայելով բանակցային բովանդակությանը, քննադատությունը սա է, ուղղված քաղաքացիական պայմանագրին։ Պետք էր կանխատեսել պատերազմի ելքը եւ գնալ զիջումների։ Նույնիսկ փոխզիջում բառը չեմ ուզում օգտագործեմ, որ դիրքորոշումը շատ հստակ լինի, որտեղ իրականում բանակցային այդ մարդիկ, ովքեր այս դիրքում են, եւ ես հարգում եմ այս դիրքը, պետք է խոսեմ ոչ թե մի հատ 98 թվականին հնարավոր եղած մի տարբերակի մասին, որը կարգավիճակը թողնում էր ապագային, ոչ թե տարածքները փոխանակվում էին անկախության համար, այլ վերցնում են այդ տարբերակը ու դա ասում են թե հնարավոր է 2018-ին անվանելով դա անկախության տանելու ճանապարհ։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Այդ իմ համար ընդունելի դիրք չի։ Իմ համար ընդունելի դիրք է, ասելը պետք է կանխատեսել պատերազմի ելքը եւ գնալ զիջումների։ Այստեղ իհարկե քննարկում մենք ունեցել ենք, թե սա արդյոք կարող է նշանակել, որ ոնց որ ամբողջ Լեռնային Ղարաբաղը պետք է զիջվեր եւ հայտնվեր Ադրբեջանի վերահսկողության ներքո եւ դա որքանով էր կիրառելի, իրագործելի այն 2018-ից 20 թվականներին։ Բայց սա հասկանալի դիրք է, հասկանալի հոգեվիճակ է եւ հասկանալի էվոլյուցիա է դիրքորոշումից 20 թվականից մինչեւ այսօր։ Ես տեսել եմ ուրիշ ընդդիմադիր դիրքորոշում եւ դա իմ աչքերում տենց շատ ուժեղ մարմնավորում է Արուշ Արուշանյանը։ Իրենից լսում եմ, որ պետք էր կռվել մինչև վերջին կաթիլ, արյունը պետք չէր ինչ զիջում, ինչ Սանասարկովսական Գորիս Կապան ճանապարհ եք քննարկում, թե դա Հայաստանում էր, թե Հայաստանից դուրս չէր։
Ես այդ մարդու դիրքորոշումը իմ համար ընդունելի չի, բայց հասկանալի է, որովհետև հստակ է։ Լսում եմ եւ զգում եմ, որ անձամբ իր արյամբ է պատրաստ դա անել։ Այո, շատ ճիշտ գնահատական տվեց։ Եվ նաև նկատում եմ այդ մարդու դիրքորոշման էվոլյուցիան, որ պատերազմից անցավ ժամանակ տեղի ունեցավ ընտրություններ, այդ մարդը նկատեց, որ ոնց որ բոլորը պետքա մինչև վերջի կաթիլ արյուն պատրաստ լինեին կռվելու, այնինչ ժողովուրդը կայացրեց այլ որոշում։ Իրականության հետ առերեսվեց մարդը եւ հասկացավ, թե այդ կետից ինչպես պետք է շարունակի ապրել եւ զբաղվել քաղաքականությամբ ի բարօրություն Հայաստանի։ Շատ ներողություն մի պահ ընդհատեմ, Արուշ Արուշանյանը այս երկիրը սիրող մարդու կերպար, ղեկավար կերպար, որովհետեւ ինքը շատ հստակ ներկայացրեց ինքը ինչից էր դժգոհ, ինչ էր պահանջում եւ ինքը հիմա էլ ծառայում է իր երկրին ամեն ինչ անելով իր գորիսի համար։ Այդ ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր իրականությունը հասկանում են, իրանք շատ հարցերում համաձայն են, ես ավելի կոպիտ ասեմ, իրենք գիտեին, որ ինչ է լինելու, ասում են, այս Նիկոլը հազիվ մեր ձեռն է անգել, լավ էլ անում է այն ինչ որ պիտի անեինք մենք, այ հենց անի վերջացնի, իշխանությունը իրենից կխլենք ու հավերժ կկառավարենք, որովհետև այլտեն որևէ խնդիր չկա։ Այսինքն իշխանությունը վերցնելու եւ իրենց թալանը նորից շարունակելու երազանքի իրագործման ճանապարհին են իրանք։ Թե ինչ կլինի դրա հետևանքով Հայաստանը կկորցնի անկախությունը, կլինի կիսանկախ կապ չունի, կարևոր իրանց տեղ լինի, որտեղ փող աշխատեն, փող բռնեն իրանց ասելով, այս տեսակից մենք հունիսի 7-ին պետք է ազատվենք, իրական ընդդիմություն պետք է լինի, իրական բարձրակատ ոչ թե իմանալով, որ Գորիս կապան ճանապարհի երկու հատված անցնում Ադրբեջանով, իրանք ասեն, չէ, դուք տվեցիք այդ ճանապարհը։ Իրանք գիտեն, որ Ղազախի շրջանի մի քանի գյուղ գտնվում էր Հայաստանի վերահսկողության ներքո եւ այդ գյուղերը պետք է տար, որ միջազգային սահմանը վերականգնվեր ու խաղաղությունը ամրապնդվեր։ Իրենք գիտեին դա, բայց ասում են դուք հայրենա հանձնողներ եք։ Ու այսօր էլ իրենք լավ գիտեն։ Իհարկե իրենք լավ գիտեն ասողները, բայց շատ մարդկանց, շատ չէ, քիչ մարդկանց կարողանում են խաբել։ Ես այս բանը ուզում եմ մենք հունիսի 7-ին sense գտրենք ու դաշտը թողնենք իրական քաղաքական ուժերին, Հայաստանակենտրոն քաղաքական ուժերին։ Ես համաձայն եմ եւ դուք իմ վերլուծությունը ամբողջացրեցիք, որտեվ եթե առաջին խումբը չի մարդու ընդդիմադիր դիրքորոշման, երկրորդ խումբը չի ընդդիմադիր դիրքորոշման, դա կմնում է հարց, որ ոնց որ կոնկրետացրու, մինչև 20 թվականի ինչ պետք է արվեր Սանասարի հետ, որտեվ եթե դու ասում ես պիտի ձգվեր ժամանակը, դա իր հետևից ունի հետևանքներ, ինչի հաշվին։ Ու լսում ենք, չէ, հասկանում եք բոլոր դետալները լսում ենք, չէ, որ բանա Խաչատուրովն էր հապկում մեր ներկայացուցիչը, այսինքն հապկի ղեկավարը, բայց իրան չէր կարելի ձեռք տալ, որովհետև անվտանգային պահեր կար, ու ստացվում է, որ մենք մի հատ ճահճի մեջ էինք, որտեղ կարող էին կատարվել հանցագործություններ, ապօրինի գույք եւ այլն, բայց դրանց հետևից չէր կարելի գնալ, որովհետև մենք անվտանգային սուր խնդիրներ ունենք։ Այդ կապն է, որ նկատում ես, ես չգիտեմ ոնց ես շարունակում պնդել, որ ոնց այդ ընդդիմադիր դիրքում եմ ես մնում։ Այդ ոնց կարա լինի, այդ ճահիճա։ Գիտեք, մի հետաքրքիր թեմա բացեցիք հայաստանյան իրականությունում, այսպիսի մի կարծրատիպ կա։ Եթե ես մի անգամ ասել եմ, որ սա միկրոֆոն չի, շփոթվել եմ, մտածել եմ մուրճ է։ Հետո եթե ես ասեմ, գիտեք, ես վերլուծեցի եւ տեսա, որ միկրոֆոն է, որ դա մեծագույն ամոթ է ու մեծագույն խայտառակություն։ Դու պետք է շարունակես պնդել, որ սա մուրճ է։ Նույնը քաղաքականությունում է։ Ասում եմ, եթե դու այսինչ թվին ես հայտարարություն արել ես, ուրեմն դու պարտավոր ես մնա, կամ եթե դու մի անգամ այսինչի հետ, այսինչ, չգիտեմ, ճանապարհն ես գնացել, այս բան, չգիտեմ, դա արևելքն է, իր բացասական կողմերով, թե ինչն է, ես չգիտեմ, թե այլ խնդիր կա, բայց ես երեք որ քայլում եմ Երևանի փողոցներով, երեք մյուս օրը դե դպրոցները ավարտվել է, արդեն երեխաներին տեսնում ես, շատ են դուրսը երեխաներ, այն սովորական օրերին այդքան երեխա չես տեսնա։ Ու նայում եմ այս երեխեքին, ես տեսնում եմ ապագա Հայաստանը,
լավ, վառ, ուրախ։ Ես վստահ եմ ու մի հարց, տեսեք, Ղազախստանի նախագահը վերցրեց եւ Պուտինին ինչ-որ բան հասկացնելու համար շատ հետաքրքիր քայլ արեց, վերցրեց ու սկսեց խոսել ղազախերեն։ Այդ հանդիպման ժամանակ, ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ։ Եթե դա աներ Նիկոլ Փաշինյանը Երևանում, մեր սիրելի ընդդիմադիրները ասելու են քո պատճառով ծաղկի արտահանումը, ելակի արտահանումը, չգիտեմ ինչի արտահանումը վնասվեց։ Այդ դու չես ամանչում, որ դու այդպես արեցիր։ Գուցե ասեն, գուցե չասեն, բայց Ղազախստանի դեմ Ռուսաստանը ոչ մի պատժամիջոց չի կիրառում։ Հայաստանի դեմ փորձում է կիրառել կամ կիրառում է։ Ձեր կարծիքով պատճառը այն է, որ Հայաստանը իբր վեկտոր է փոխում, թե պատճառը կառավարման համակարգի մեջ է։ Դու ով ես, Նիկոլ Փաշինյան, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում ստեղծում ես ժողովրդավարական, ազատ մտածողությամբ մի հետաքրքիր զարգացող երկիր։ Գուցե պատճառը դա է եւ ոչ թե այդ վեկտոր փոխելը, որովհետեւ Ղազախստանը եւ Ղրղըզստանը լինելով ԵԱՀԿ անդամներ ավելի մեծ առևտրաշրջանառություն ու ազդեցություն ունեն արդեն Չինաստանից, բայց դրան տենց այդպես սուր չեն անդրում։ Գուցե կառավարման մեջ է խնդիրը։ Մինչև այս հարցին պատասխանել, պարզապես չեմ կարող լսելու տալ էլի այդ մուրճը, որ մի անգամ այսպես եմ ասել, չեմ կարող փոխել, դուք ասեցիք գուցե արևելքն է մեր մեջ, այդ արևմուտքն է մեր մեջ, մեր ընկալումը, որ մենք սուրբ ենք։ Այդ է մեր մեջ մեզ դիպում չընդունել, որ մենք սխալ ենք, դա արևելքը չի։ Եթե արևելքը մենք ընդունենք մեր մեջ եւ նկատենք, որ մենք նաեւ արևելյան ժողովուրդ ենք, իրականում շատ հեշտությամբ կլինենք, այո, բայց դա իսկապես դա ուրիշ թեմա է, այդտեղ հիմա չխորենանք։ Ես ուզում եմ, որ մենք Ռուսաստանին վերաբերվենք այնպես, ինչպես Իրանին։ Մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հարաբերություններ Թուրքիայի եւ Իրանի հարևանությամբ ապրելու համար։ Եւ հակառակը, մեզ անհրաժեշտ է Թուրքիայի եւ Իրանի հետ հարաբերություններ, Ռուսաստանի իհարկե ոչ անմիջական, բայց իր հարևանությամբ ապրելու համար։ Եւ այդ կարելի է դա բան անել, էլի փոխել եւ այդտեղ ավելացնել նաեւ մի քիչ ավելի հեռու գտնվող երկրներ ու կառույցներ, Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Չինաստանը։ Մեզ պետք են այդ բոլոր հարաբերությունները ցանկացած մեծ պետության, մեծ հավակնություններին զսպելու համար։ Ուսաճիշտ է բոլորի նկատմամբ։ Այդ նկատի ունեմ ոչ պետք չի առանձնացնել մեկին։ Իհարկե, ես ասենք օրինակ ասել Թուրքիան ուզում է Թուրան սարքի, եկեք նետվենք Ռուսաստան։ Բայց գիտեք, չէ՞ որ Թուրանի մասին ավելի շատ խոսում են Հայաստանում ու հայերը, քան թուրքերը եւ Թուրքիան։ Իհարկե։ Սա էլ է, չէ՞, աբսուրդ։ Եւ ոչ ոք չի հարցրել Ղազախստանը ուզում է Թուրանի մասին։ Ես հարցրել եմ, գիտեք, ես լինելով ԱՊՀ միջխորհրդարանական վեաժողովի հայաստանյան ներկայացուցիչներից մեկը հաճախ հանդիպում եմ մեր գործընկերներին ուզբեկ, ղազախ, ղրղըզ, թուրքմենները պասիվ են, թուրքմենների հետ չենք հանդիպում, բայց հետաքրքիր մի բան, իրանց մտքով չի անցնում, որ անգամ Ղրղըզստանը Ղազախստանի հետ միավորվի, իրենք այնքան հակասություններ ունեն, օրինակ ղրղըզներն ու ղազախները անդադ վիճում են ով է ավագը, մենք ենք թե դուք եք, միավորման մասին խոսք անգամ չկա, բայց Հայաստանում գիտեք շատերը նստած ասում են, այ որ ուզում են այդ ճանապարհով գնան, Թուրան են ուզում, չեն ասում, ուզում է որ էժան ճանապարհ լինի, որով ապրանքը էժան տեղափոխեն, որը հասկանալի է ու նորմալ է, ասում են չէ, ուզում են Թուրան ստեղծեն, հայ Թուրանի մասին սկի Թուրքիայում չգիտեն էլի, բայց այս բաները կա, չէ, ես առաջին անգամ 9-րդ դասում մեր ուսուցչուհին պատմության հարցրեցի, ասի, որը նաև տանորենն էր դպրոցի, ասեցի, ընկեր Մուսինյան, այդ որ անդադ պնդում եք, ասում եք, եւ ուզում էին Հայաստանը վերացնեն, որ Ադրբեջանը կապվի Թուրքիային ու ստեղծեն Թուրան։ Բայց ինչ են ուզում Հայաստանը վերացնեն։ Ինչի Վրաստանը ավելի թույլ երկիր էր, ուղիղ էր ճանապարհը, լեռներ չէր, միանգամից Ղազախից Սիրուն Մարնեոլով անցնում են դեպի Թուրքիա։
Ինչու Վրաստանը չէին ուզում վերացնել, որ Հայաստանն էին ուզում։ Հետ մի բան լռեց ու ասեց դուրս սարի դասանից աշնորհք մոտավոր է այսպես դու մեր ինքնության դեմ ես գնում։ Այսինքն մեր ինքնությունը գիտեք որն էր, որ մենք պետք է ինչքան տուրիստ գար դրսից մարդ ասեն գիտեք մեզ ցեղասպանել են։ Մեր ներկայանալը դա էր։ Իրականում այդ այնքան ցավոտ բան է, որ մենք երբեմն չենք նկատում, որ ցեղասպանությունը այնքան մեծ խորը ցավոտ հարված է մեզ, որ իսկապես կարա մեր մեջ առաջացնի ու առաջացնում է երբեմն ռեակցիա, որ մենք ուզում ենք ցույց տրվի դրա ոնց որ այն որ դա Թուրքի էության մեջ է, այսինքն մենք չենք ուզում այլ բան լսենք եւ որևէ բան, որը գալիս է դրան հակառակվելու, ասենք օրինակ ուշադրություն է հրավիրում, որ Պարսիկ ժողովուրդն էլ ոնց որ Շահ Աբբասը ցեղասպանությանը հավասարազոր հա մի 2-3 դար կամ չեմ 4 դար դրանից առաջ է արել, բայց էդ էլ որ ժամանակակից տերմինաբանությամբ խոսես, առաջ է ուրեմն նորմալ է։ Երբ որ լսի, որտեվ ուզում են իր նախորդ արգումենտը ապացուցի, որտեվ ցեղասպանության հոգեբանական հարվածը այնքան ուժեղ է, որ դժվար է խոսակցություն ունել։ Ցեղասպանությունից հետո մոտ 45-50 տարի այդ մասին չեն խոսում։ Հայաստանի Հանրապետության տարածքում չեն խոսում։ Օրինակ Տավուշի բնակիչները, որտեղ գաղթականներ գրեթե չկային, չգիտեին որ ցեղասպանություն ա եղել։ Ես անկեղծ եմ ասում, տարեց մարդիկ նույնիսկ 80-ականներին չգիտեին, ես որ իմ տատին մի անգամ ասեցի գնում ենք Ծիծեռնակաբերդ, ասեց գնացեք, բայց այդ ինչ տեղավոր գնում եք, ասում եմ տատ թուրքերը որ 15 թվին հայերին կոտորել են, ցեղասպանել են, գնում ենք այդ հարգանքի թուրքման։ Ասեց ինչ ես ասում, ասում եմ ով ա կոտորել, ասում եմ թուրքերը հայերին, ասում չէ տղա ջան, տենց բան չի եղել, ասում այդ մենք ենք երկու անգամ թուրքերի գյուղերը վառել, իրանք ոնց կարային մեզ կոտորեին։ Մեր այս մարդիկ, այս կրոններ հանկարծ 1965 թվականից սկսեցին ակտիվորեն մտնել, որ գիտեք, ու դա ծանր նստեց։ Մարդիկ պատրաստ չէին այդ աշճանի։ Հիմա էլ մարդիկ ապրում են այն մտքով, որ թուրքերի միակ թեման խոսակցական, միակ զրույցի թեման ու նպատակը հայերին բնաջնջելն է։ Այդ նստած է մեր շատ ընկերների մոտ։ Ու երբ որ ասում ես, գիտես, Թուրքիայի հետ պետքա նորմալ հարաբերություններ հաստատել, ինքը ջղացկվում ասում ոնց թե բան։ Բայց միևնույն ժամանակ ունենք մարդիկ, որոնք գնում են Թուրքիայում առևտուր են անում։ Այս անցնելու է, գնալու է։ Ես ուզում եմ ասեմ մեր ընտրություններին մի քանի օր է մնում, մեր ժողովուրդը տեսնում է այսպես կոչված թունդ ընդդիմադիրների խայտառակ պահվածքը, ամոթալի պահվածքը, անգրագիտությունը եւ շարունակական ստերը, սկսած 300,000 ադրբեջանցի, Հայաստանի տարածքներ դիտավորյալ հանձնել, չգիտեմ, Հայաստանի կործանում, մարդիկ դա տեսնում են։ Բայց ես ուզում եմ դուք որպես Մարիա Կարապետյան ասեք հունիսի 7-ին մարդը որ կա քվեարկության ինչի օգտին է քվեարկելու երբ որ ձեր ուժի օգտին քվեարկի ինքը այդ թերթիկը գցեց ու դրա արդյունքում ինչ է լինելու Հայաստանում առաջիկա 5 տարիներին նախ պետության Հայաստանի Հանրապետության շարունակական գոյության այն իմաստով, որը ամենասկզբում նշեցինք, որ հարևանների հետ անմիջական չմիջնորդավորված ուղիղ հարաբերությունները այս պետության գոյության ամենաառաջնային պայմաններից են։ Երկրորդը ինքնիշխանության, որը այս նախորդի մի քիչ բանն է, էլի հավելումն է, այսինքն մենք մեր մասին կարողանանք ինքնուրույն շարունակաբար ընտրությունների միջոցով որոշում կայացնենք։ Մենք մեր մասին ինքնիշխանության, որին ժողովրդավարությունը իհարկե գալիս է փոխ լրացնելու, էլի որ Հայաստանում շարունակեն լինել ընտրություններ, չլինեն վերջին ընտրությունները։ Էսա կարևոր եւ բնականաբար խաղաղությունը, որը հասկանում եք ահռելի զոհողությունների գնով, ընդ որում այն պատերազմը, որը տեղի է ունեցել, այս 3 բանի համար է տեղի ունեցել։ Մենք այն որ ասում ենք Ղարաբաղը վաղուց կորսված էր, այդ 44 օրյա պատերազմը Հայաստանի Հանրապետության պահպանության մասին էր, Հայաստանի Հանրապետության կռիվը մեր լինելիության կռիվն էր,
որպես պետություն, որովհետև դրա մասին մենք երկար կարող ենք խոսել, նույնիսկ հատորով գիրք կարող ենք գրել, բացատրելու համար դա ինչ է, մեր երեխեքը ինչ որ մեր հերոստղերքը ոնց որ ոմանք են ասում, ինչ որ մեկը գլուխը չկերավ մեր երեխեքը երեխայում ասում, որովհետև Աբգարի մասին եմ խոսում, մեր հերոսները գիտակցված իրենց կյանքը, իրենց երկրային կյանքը տվեցին հանուն մեզ ու մեր պետության։ Այդ բոլորը պետքա միշտ հիշեն։ Երբ որ հայերեն վատ խոսող, հայերենին չտիրապետող մարդը գալիս է ու ներկայանում է որպես իբր հայոց երկրի փրկիչկապ, ուղղակի այդ մարդուն պետքա այդ մարդու այդ ինչ են մանկլավիկների հետ միասին դուրս շպրտենք այդ երկրից, որովհետև այդ մարդու ներկայությունը իսկ վիրավորում է մեր հերոստղերքի հիշատակը։ Ես դա շատ ուղիղ եմ ասում։ Ես ընդունում եմ ցանկացած ընդդիմադիր ուժ, կարող եմ մեկը սոցիալիստ լինել, մեկը թագավորական համակարգի կողմնակից լինել, բայց ինձ համար ընդունել են միայն նրանք, ովքեր Հայաստանակենտրոն են ու Հայաստան պետության անկախությունը եւ իրական անկախությունը կասկածի տակ չեն դնում։ Ես ուզում եմ, որ դուք ասեք, ինչպիսին եք տեսնում Հայաստանը 2036 թվականին ու այսքանով ավարտենք մեր զրույցը։ Հավերժ խոնարհում իսկապես նրանց հիշատակին, ովքեր ընկել են, որ մենք շարունակենք ապրել ու երբեմն երբ փորձում ենք նրանց միտք վերագրել, ես համոզված եմ, որ իրենք իսկապես ուզեին, որ մենք շարունակենք ապրել, շարունակենք գոյություն ունենալ ու ամեն ջանք պետքա այդ ուղղությամբ գործադրենք եւ 2036 թվականին ես իսկապես հույս ունեմ, որ մենք այս գոյութենական հարցերը փակած կլինենք, այսինքն այս ընտրություններում կամրագրենք, որ մենք այդ հարցերը իսկապես փակել ենք եւ այլ հակամարտության տրամաբանության մեջ չենք ապրում այս տարածաշրջանում ու կսկսենք զբաղվել նորմալ, սովորական, աշխարհը ինչ հարցեր է քննարկում, կլիմայի փոփոխությունն է քննարկում, չգիտեմ, երիտասարդ ընտանիքների համար բնակարանաշինության, աշխատանքի, ինչ հարց են քննարկում այս գլոբուսի վրա։ Մենք էլ կմիանանք, այո, մենք էլ կմիանանք այդ թեմաներին ու 2036 թվականին այդ թեմաները կլինեն մեր բաժանարար գծերը, նորմալ հարցերը։ Մեր փոքր երեխաները, որ այսօր նոր են ծնվել, արդեն կլինեն 10 տարեկան դպրոց գնացող ու երբեք էլ պատերազմի մասին չմտածող երեխաներ։ Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր զրույց ստացվեց եւ Աստված օգնական մեր ազգին ու պետության։ Շնորհակալություն, այսքանով ավարտվեց մեր ամենահետաքրքիր ոդքասթներից մեկը, հուսամ մեկ այլ անգամ մեկ այլ թեմաներով կզրուցենք։